Ինչ խորհուրդ կտայիք Հայաստանի ղեկավարներին։ Որ լավ աշխատեն։ Ինչ խորհուրդ պետք է տամ, որ երկրի վիճակը գնալով վատանում է։ Աղջիկ ջան, այդքան բան ինչ ասեմ, իրանք պետք է չանեն էլի, ինչ որ ժողովուրդը չի սիրում։ Մի քիչ ժողովրդի դրության մեջ պետք է մտնեն։ Մի քիչ հայամետ լինեն առաջ երթին, ուրիշ շիշահերը չպաշտպանեն, լավն է իրան ժողովրդի կարիքները հոգեն, այդքան բան։ Ես իրանք չեմ վստահում, իրանց էլ չեմ ընդունում։ Իրանք ինքը իմ վարչապետը չի, այդքան բան։ Տո մի բան էլա չեմ տա, չեմ էլ ուզում լսեն, չեմ ուզում խոսամ աղջիկ ջան։ Թող իրանք արև աշխարհի ապրեն, մեր ժողովրդի մասին էլ մտածեն, այդքան բան։ Որ խորհուրդ ամ գլուխը դի մտնի։ Հաստատ։ Խորհրդի բան չկա, թող իր խելքով էլ աշխատի, յոլա գերտան միանք հետը։ Բայց իր աշխատանքից նաև ձեր կյանքն է կապված, ղեկավարների աշխատանքը։ Հա բա իրանց են, որ մեր ուզենան պատերազմանեն, կտանեն մեր կյանքը կուտեն, ոնց որ 6000 երեխին տարանցմանեցին, մեր նույնն էլ մեզ կանեն էլի։ Խելոք թող աշխատեն մի քիչ։ Իան ժամկետ։ Սկազ մենք էլ հավեսով խոսանք բրախի։ Բարին։ Ոնց կան ենք կգնա։ Ոնց սկիզբն է կելան ենք կվերջանա։ Անենց կլի որ բարին։ Մի մեծական խորհուրդ չեք ուզում տակ, ինչ որ Որն էլ կամ նույնն են։ Փոխում չեն, այդ դեպուտատ մարդ հափոխանակն անց քան ասեք։ Ինձ եք ասեմ, ես եք ասեմ, ինչ որ պատահի։ Աբերջան լավ է։ Ամենքը իրանց գրպանին են մտածում։ Ես էլ իմ գրպանին եմ, ուզում եմ մի պաշկապապիրուս առնեմ իրանին, բայց չի տալի, ոչինչ, մի կերպ անենք։ Աշխարհը խաղաղ լինի, մեր գործը թող մի քիչ լինի, մենակ թե լավն լինենք, կռիվ-մռիվ չլինի, մեր երեխեքը բան չլինեն։ Այդ սալդատին էլ որ գնում են, մեզ պաշտպանելն մինչև վերջ։ Դեպի լավ ինչքան կարան, ժողովուրդը շատ է տուժում, կցանկանայի, որ մի լավ բանի հասնեն։ Միակ բանը, որ կուզեմ, աշխատատեղեր, առաջերտին, որ մարդիկ աշխատանք ունենան և ստեղից դուրս չգան։ Նաև դա հիվանդանոցներին ապահովություն, մի քիչ հիվանդներին օգնեն, բնավ միակ դրանք կուզեմ, ժողովրդին առողջություն և առաջ։ Նորմալ մարդ դառնան, հայել են, ինչ պիտի խորհուրդ տանք, նորմալ Այս զորին նորմալ նայեն, հատկապես Ալավերդում։ Հիմա լավ չեն նայում։ Սա նայել, փողոցում նորմալ լույս չկա, այն չկա, մի քիչ էլ օգնեն մեր քաղաքապետարանը, համայնքապետարանը օգնեն, քաղաքը էլի թողեք ծաղկի, ումից է պակաս, ինչից ենք պակաս։ Միշտ անտեսված է ելել այս քաղաքը, միշտ։ Եմ էլ գոնե մի քիչ նայեն, օգնեն մեր համայնքապետարանն, ինչա, օգնեն, քաղաքը մի քիչ տեսքի, գա մի քիչ աշխատելու տեղ լինի, մարդիկ ապրեն, էլի։ Ես հեռու եմ տենց բաներից, հասարակ քաղաքացին, ինչ կարա խորհուրդ տա ղեկավարներին։ Լավ էլ աշխատում են, էլի, ճակերտավոր իմաստով։ Դուք ինչ կասեք։ Ճիշտ ասած, ես ներկա կառավարությունից գոհ եմ, որովհետև ամեն ինչից, մի բաժկան։ Դուք ապրում եք, այո, իսկ մենք ոչ։ Մի բաժկան, թողեք խոսեմ, երբ որ դուք խոսում եք ես, ոչ մի բան չասեց չէ դες։ Գոհ եմ ինչի համար, նախ, օրենք զգացվում է, որ կա, շատ բան կարգավորվում է, բայց դեռ ընթացքի մեջ է, ոնց որ մարգարիտը դոնդողից գալիս է դառնում մարգարիտ չէ, հասունանում է, ժամանակը հարկավոր։ Ես ողջունում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը, միայն մեկ բան իրեն պակասում է, ինքը շատ պրագմատիկ է, մի քիչ սիրի երկիրը ավելի շատ, դա է իմ խորհուրդը։ Ես ոչ վնենել գիտեմ ոչ։ Ես դժվար հարց տվեք, խորհուրդ կտամ, որ ավելի ժողովրդական լինեն, ավելի շատ մտածեն մարդկանց մասին, իսկ մեր Ալավերդու մասին, էդ էլ ասեմ, թե պետք չի,
որ մեռնող քաղաք է, ծերանոցա դարեն մեր առավետին։ Կուզեի, որ շատ օգնեն մեզ մի բանով, ինչ-որ բանով, այն ճոպանին ամեն նայելով իմ սիրտը մղկտում է։ Ինչեր չենք ունեցի, ամեն ինչ ունեցել ենք, բայց հիմա մեռնող քաղաք է։ Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ կտայի, որ մեր քաղաքին էլ մի քիչ ուշադրություն դարձնեն։ Չեմ խառնվում նման գործերին։ Խորհուրդ կասենք, ես շատ խորհուրդներ ունեմ։ Ղեկավարներն ուզում են, որ մի քիչ խոհեմ մլեն, մի քիչ սահմանների մասին մտածեն, ուզում են մի քիչ ռեստոկի լես շատ չնուրբ լեն, հանցագործների հանդեպ, այդ շատ ուտողների հանդեպ, թե չընդհանուր շատ սիրում ենք, լավ է, բայց մի քիչ պինդ որ բոլոր տենան ու ստարտի կանգնեն։ Ես էլ եմ սիրում ղեկավարներին, շատ եմ սիրում։ Ղեկավարը մեղավոր չի, որ ժողովուրդը իրար հետ համակերպված չեն, իրար հետ կապ չունեն, բան, ղեկավարը մեղավոր չի։ Խորհուրդ չունեք։ Խորհուրդն ուզում են պինտելեն։ Ներողամից շատ քիչ չլին։ Պատերազմ չլի մենակ պատերազմ չլի։ Մեր ղեկավարները պայքար են դրա համար։ Ոչ հանձնեն։ Թող թև տան պայքար են հայրենիքի համար, ոչ թե հանձնեն։ Ես կարամ ենք համ խորհրդատ ունի ինքը, մենք չենք կարող խորհուրդ տանք իրան։ Ընդունում եմ ես ներկայիս իշխանությանը։ Լավ է։ Անկախությունից ի վեր մենակ Նիկոլ Փաշինյանը քարին դերուց։ Իսկ այն քաղաքական խուլիգանները եկան լրիվ թալամեցին տարան։ Այսօրը դրանք անպատիժ են մնում։ Եթե Նիկոլը կողքից ես կասեի մի ամիս իր աթոռին նստեմ, դրանց հարցերը կարգավորեմ։ Ինչ ասեմ։ Գալիք ընտրությունները ես նորից մասնակցելու եմ, ես շտաբի անդամ եմ։ Ես 20 քանի տարի այդ գործով եմ, ավելի չասեմ։ Որ ժողովուրդից չսպասեն, ու ոչ թե ասենք թե շաբաթ կիրակի ժամը մի հետ գնա ու գա։ Իսկի մի խո բուդնի դենյա, բայց տրանսպորտ չկա։ Ժամերով պետք է սպասենք, ամենակարևորը է դա, իսկ մնացածը ճիշտ ասավ։ Քաղաքացին, որ ինքը այդքան խորհրդանող ունի, որ ինքը իր խորհրդին կհետևի։ Մի քիչ չվակա։ Ինչ խորհուրդ կտամ, առաջին հերթին ավելի համարձակ լինել քաղաքականության մեջ։ Դա առաջի հերթին։ Կապերը ինչքան հնարավոր է խզել Ռուսաստանի հետ, հետո մեր վտանգը առաջի հերթին սպասում է Ռուսաստան, դե ոչ թե Թուրքիայից։ Չնայած ես տարբերություն չեմ տենում շեք ու սև Թուրքի միջև։ Խորհուրդ կտամ մի քիչ մարդկանց մասին մտածել։ Ինչ խորհուրդ տամ։ Ոչ մի խորհուրդ։ Չէ, բայկեցիք, որ լավ ապրենք, խորհուրդ կտամ։ Առողջ լինեն սերունդը մեր, շատ հիվանդ են մեր երեխեքը։ Դե ամենալավ բաներ կցանկանամ։ Ինչ խորհուրդ կտանք, ոնց կան հենց էլ մնալտի։ Որ սենց մնա, ես իմ չգիտեմ, ոչ լավն է, ոչ վատ է։ Ես իմ լավը կլի թելե չէ, չենք սպասում լավ են։ Ես իմ թող աշխարհը խաղաղալի ամենակարևորը պատերազմը չլի, ամենագլխավորը։ Որ լավ խելոք ղեկավար են, կռիվ չլի, ղալմաղալ չլի, ժողովրդի մայլ մի քիչ մտածեն։ Ավելի լավ է հեռանան երկրից։ Զբաղվեն երկրի բարեկեցությամբ, ոչ թե իրանց առօրյա հոգսերով։ Մի քիչ ժողովրդի մասին էլ մտածի։ Դե ոնց կմտածի, եթե ամեն ինչ թանկացրել է, հարկեր է բարձրացրել։ Ոչ մի խորհուրդ էլ չեմ տա, ղեկավար չկա։ Այդ կապը։ Փոխելու անեն գոնամ մարդ չի։ Մայիսի 9-ին թող ինքը չգնա Մոսկվա, այդքան բան։ Մեր ղեկավարներն ընդհանրապես որ մեր երկիրը լավն է։ Ամեն ինչ բարեհաջող, խաղաղ երկնքի տակ ապրենք, այսքանը։ Ուրիշ ավել որ մեզ ոչինչ պետք չի։ Դա ինչ ուզում են անեն։ Ոչ մի խորհուրդ չեմ տա, հիմիկվա աշխատողն աշխատում է, նենց լավ լիդերել չունենք, որ ասենք դուզգան էլի, բայց որ Քոչարյանի ու Սերժյանը լսել չենք ուզում, դա ոչ մի խոսք։
Բարելավել երկրի վիճակը։ Աշխատատեղեր բացեն, ժողովուրդը մեղքեն։ Ուրիշ ոչ մի բան ու խաղաղություն սփռեն։ Հզորացնել բանակը միայն։ Ու խաղաղություն։ Բայց իրանք խորհուրդ ընդունում են, խորհրդողները շատ են, իրանք չեն ընդունում։ Ազիզ չգիտեմ մենակ խաղաղություն ալի թորս հրեն մեղրի սունիքում են կրվի դավու մեջ։ Մենակ այդ խաղաղություն պահեն։ Ղեկավար կա որ խորհուրդ տանք։ Ինչ խորհուրդ տանք։ Որ երկիրը լավն էլի, առողջ երկիր էլի, պատերազմը չլինի, հիվանդ չլինենք, լավ լինենք։ Իրար լավ պահեն, իրար թշնամություն չանեն։ Խորհուրդ կտանք, որ աշխարհին խաղաղություն լինի։ Նորմալ մտածեն, այս ժողովրդի այս վիճակից հանեն։ Այս ավերվածությունները վերականգնեն, այս ալավերտուն լավ նայեն, բացարձակ աչքի թողեն արես ալավերտին։ Ոչ մի ձևով, ոչ մի նորոգում, ոչ մի բան չի արվում։ Սպասում են նորից սելաֆ լինի, որ նորից քանդվի այս խեղճ մարդիկ, քաղաքացիները, այս բանվոր դասակարգը մեղք չի։ Մի քիչ այդ խեղճ գյուղացուն, այս բանվոր դասակարգին նորմալ նայեն, խղճով մոտենան, աշխատատեղ ստեղծեն, որ մարդիկ աշխատեն, իրանց ընտանիքները պահեն, սովի չմատնվեն։ Մենակ աշխարհին խաղաղություն լինի, մեր զինվորներին բարի ծառայություն, բարի վերադարձ։ Մեր երկրի ղեկավարներին խորհուրդ կտամ, որ մի քիչ կարգավորեն այս իրավիճակը, մարդկանց նույնիսկ գյուղացիներին նայեն մարդավայել։ Ապրում ենք շատ վատ վիճակում, գոնե կարգավորեն մի քիչ։ Ես ոչ մի բան չունիմ ասելու, երգիր չի մնացել, շատ կներես։ Նպաստառ կա, որ կոմակ չեն անում, 5 բալիկ էլ ես ունեմ, ոչ մի բանով չեն օգնում, լա նպաստս էլ են կտրել, որպես աշխատավարձը բարձր։ Երգրի մասին այն դեպքը կասեմ, որ երգիր չի մնացել, ես չգիտեմ, լավով այդ կամը կասեմ, ուղղակի ես չգիտեմ էլի, բոլոր բազմազավակներին ոչ մի օգնություն, ոչ մի բան չկա, այրում գյուղում ենք ապրում, շատ ահավոր վիճակ այրումի, մեկը 5 ունի, մեկը 7 ունի, օգնություն, ոչ մի բան չունենք մենք։ Ղեկավարներին ես չեմ էլ Ռուսաստան եմ էլ նոր եմ եկել, ես մի բանից էլ գաղափար չունեմ։ Միակ խորհուրդը, որ իրանց կարելի է տալ, այդ հրաժարական տան։ Ազատեն այս ժողովրդին իրանց իշխանությունից։ Խորհուրդ կտա, որ թոշակառուներն մի քիչ լավ նայեն։ Ինչա թուլափայ փող են տալի, մարդ ռիսկ չանում մի բան առնի բերանը դնի։ Տեսել եմ միրգը, էլացը կա, բայց ղիմիշ չեմ անում առ։ Որ հացից փողը ծերին հասցնեմ միջև ընդով։ Ինչ ասեմ, էտա մերը։ Ինչ խորհուրդ տամ, 30 տարի ոչ մի բան չկա։ Ավելի լավ է ուրիշ մարդ չարենք մեզ մարդ։ Ոչ հայազգ չեն կարող ղեկավարեն, լավ չի լում։ Քանդեցին զավոդը կերանը, ժողովուրդը մեկ սիրուն իրանց մարդ նստած չեն կարող աշխատել։ Աշխատանքատեղ չկա, ու գալիս է իր համար մտածում։ Ես էլ ստեղ չեմ, արդեն 30 տարի է, համատուն ունեմ ստեղ, ուզում եմ գամ, ապրեմ, բայց գալիս եմ, գործ չկա, աբսոլյուտն չկա ոչ։ Եկել եմ նստել, ես 10 օր ստեղ եմ, ուզում չեմ որ գնամ, բայց սրանով ուզեմ թե չուզեմ, գործ չկա, այն զավոդում է աշխատում։ Ես այնքան փող եմ ստանում, որ սենց ինձ հերիքում էր։ Այն զավոդը փակեցին, առաջ օրվանից մենք մնացինք սոված։